կանեց դրսում եւ ասեց ոչ։ Պետք է այդպիսի process սկսել։ Այսքան բաղն է, հա շատ բաղն է, մենք չենք ձևավորել ինչ-որ կողմ, որը մշակի հարաբան գործընթաց, կամ եթե քաղաքական կուսակցությունները բաղն են։ Նախ ուզում եմ ասեմ, որ շատ ինքս ողջունում եմ այս նախաձեռնությունը, քննարկման, դիսկուսիայի, բանավեճի բացակայությունը, փաստացի բացակայությունը, այսօր կարևորագույն խնդիրներից մեկն է, որ կա։ Եվ այս նախաձեռնությունը առաջին հերթին ես գնահատում եմ շատ կարևոր հենց այդ իմաստով, որպեսզի նպատակ, որը նպատակ ունի ստեղծել այսպիսի հարթակներ, որտեղ կարող է լինել քննարկումներ։ Ցավոք սրտի, ինչպես Ավետիքը ասաց, ըստ էության ես դահլիճն եմ տեսնում, այլ տեսակետ կրողների, ուժերի, խմբավորումների ներկայացուցիչները կարծես թե չկան։ Միանգամից առաջանցնելով ասեմ, որ այն գործընթացները իմ գնահատականով չափազանց վտանգավոր մեր պետականության համար, որոնք գնում են, շատ կուզենայի, որ այսօրվա խորհրդարանում նման քննարկում տեղի ունենար, նույնիսկ այսօրվա խորհրդարանում։ Ես փորձեմ շատ կարճ, շատ համառոտ որոշ թեզիսներ արտահայտել այստեղ, որոնք իմ համար շատ մտահոգիչ են։ Այս հարցերի մասին ես բազմիցս մամուլում խոսել եմ, կաշխատեմ չկրկնվել։ Նախ, իմ գնահատականով հիմա ընդհանրապես աշխարհում եւ նախկին խորհրդային միության տարածքում տեղի ունենում երկու զուգահեռ գործընթացներ։ Առաջինը ավարտվել է հետ սառը պատերազմյան շրջանը, որը սկսվել էր խորհրդային միության փլուզումից հետո։ Երկրորդ, նախկին խորհրդային միության տարածքում ավարտվել է հետ խորհրդային ժամանակաշրջանը։ Եվ մենք մտնում ենք, ավելի ճիշտ արդեն մտել ենք պատմական մի այլ փուլ։ Անկախությունից հետո անցած այս 23 եւ ավելի տարիները ըստ էության մի ժամանակաշրջան էին, որը պատմությամբ հատկացվել էր մեզ, նախկին խորհրդային միության մյուս երկրներին, ամրապնդել ազգային պետությունները եւ փորձել հաստատել անշրջելի ժողովրդավարություն։ Անշրջելի ժողովրդավարություն ոչ մի պետությունում չի հաստատվել, ես չեմ հաշվում իհարկե Բալթյան պետությունները, որոնք առաջին համաշխարհային պատմության պատերազմի ժամանակ բռնակցվեցին խորհրդային միությանը, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բռնակցվեցին, եւ այսօր փաստացի ունենք մի իրավիճակ, որ երեք պետություններ պայքարում են իրենց պետականության եւ ժողովրդավարության համար։ Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, որտեղ այդ պայքարը շարունակվում է եւ հուսով եմ, որ նրանք հասնելու են հաջողության։ Ուշադրություն դարձրեք, որ երեք պետություններն են դրանք 12 պետություններից։ Դրանք այն պետություններն են, որտեղ անկախության այս ողջ 23-ամյա պատմության ընթացքում իշխանությունները փոխվել են ընտրությունների արդյունքում։ Մյուս պետություններում այդպիսի ման տեղի չի ունեցել, ընտրությունների արդյունքում իշխանություն չի փոխվել։ Վերջինը Վրաստանն էր, որ նախ վերջին 2 տարում նախ խորհրդարանական ընտրություններով, հետո նախագահական ընտրություններով, ընտրությունների արդյունքով փոխվեց իշխանությունը։
Մուսպետություններում ներառյալ Հայաստանում նման բան տեղի չի ունեցել։ Մենք պետք է հասկանանք այս գործընթացները, որտեղ բոլոր այս գործընթացները իրենց մեջ պարունակում են ահավոր վտանգ առաջին հերթին Հայաստանի համար, մեր պետականության եւ ինքնիշխանության համար լրջագույն վտանգ են։ Նման սպառնալիք 23 տարվա ընթացքում չի եղել։ Ինչ գործընթացի է մասնակցում Հայաստանը սեպտեմբերի 3-ից հետո։ Հայաստանը առայժմ փորձում է մաս կազմել մի նոր խմբավորման, մի նոր այսպես կոչված միության, որը ինչպես էլ անվանեք մաքսային միություն, Եվրազիական տնտեսական միություն, դա նորացող, ընդլայնվող ռուսական կայսրությունն է, այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Եթե Հայաստանը գնում է եւ դառնում է այդ կազմակերպության Ռուսաստանի բացարձակ վերահսկողության տակ գտնվող այդ կազմակերպության անդամ, ուրեմն ընտրությունները Հայաստանում ակնհայտ է, որ կրելու են զուտ արարողակարգային բնույթ, պրոտոկոլային բնույթ են կրելու բացարձակապես։ Կոռումպացված համակարգը, ամբողջական այդ համակարգը ըստ էության հավերժացվում է եւ շատ ու շատ այլ վտանգներ։ Աստանայի մասին շատ է խոսվել։ Եկեք ուղղակիորեն չկենտրոնանանք այն, ինչ ասվել է Նազարբաևի կողմից։ Դա Նազարբաևը չի ասել։ Նազարբաևը ընդամենը տեղյակ է պահել հրապարակայնորեն բոլոր երկրների հանրություններին այս նոր միությունում գործող խաղի կանոնների կամ օրենքների մասին։ Նախ ուզում եմ ասել, որ այն ինչ ծրագրերել Ռուսաստանը դա դարձնել քաղաքական միություն չհաջողվեց եւ Աստանայում ընդամենը ամրապնդվել է զուտ տնտեսական բաղադրիչը եւ որևէ քաղաքական բաղադրիչ, որ Ռուսաստանը ցանկանում էր այդտեղ մտցնել, դա չի կատարվել։ Սա ըստ էության Պուտինի տապալումներ քաղաքականության, առայժմ տապալում, որոնք են խաղի այդ կանոնները։ Հայտարարվեց հստակ, այս մասին բոլորս էլ կարծեմ շատերը բազմից խոսել են, որ մեր միության տնտեսական սահմանների վերահսկողությունը իրականացվելու է վերպետական մարմնի կողմից։ Առայժմ տնտեսական։ Այսինքն Հայաստանի Հանրապետության սահմանները տնտեսական սահմանների վերահսկողությունը Հայաստանը հանձնում է մի այլ վերպետական մարմնի, որովհետև Հայաստանի տնտեսական քաղաքականությունը ոչ մաքսային, այդ ձևակերպում առայժմ օգտագործեմ, ոչ մաքսային միության անդամների հետ որոշվելու այդ վերպետական մարմնով։ Եվ ըստ էության, մինչև հիմա փաստացի ինչ էր նշանակում Հայաստանի տնտեսական տարածք։ Դա Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միասին միևնույն տնտեսական տարածքներ։ Անդամակցելուց հետո այդպես չի լինելու։ Եվ այդ վերահսկողությունը Հայաստանի իշխանություններին չի պատկանելու, սա է ըստ էության ասվել։ Գոյությունի դա հանրային դիսկուրսի բացակայությունն է, այն կենսական նշանակություն ունեցող խնդիրների վերաբերյալ, որոնց մենք ամեն օր առնչվում ենք, ընդ որում ոչ միայն ամեն օր առնչվում ենք, այլ նաև գործընթացները, որոնք վերաբերվում են, որոնք ընթանում են եւ վերաբերվում են Հայաստանի Հանրապետությանը, մենք ընդհանրապես համարժեք պատասխաններ
վերլուծություններ, քննարկումներ, որոշումներ, հա, չենք ունենում։ Այն մարմիններում, որոնք ըստ էության պետք է հանդիսանային նման հարթակը։ Առաջ հերթին ես իհարկե կարևորում եմ ազգային ժողով որպես ներկայացական մարմին։ Աստանայում կատարվածի հետ կապված իհարկե ես առիթ ունեցել եմ լրատվական միջոցներով ներկայացնել իմ կարծիքը, բայց ինձ ավելի շատ մտահոգում է հետևյալը, որ ըստ էության 3 երկրներ միասին կնքում են մի պայմանագիր, թեկուզ անվանումը հիմա կոչվում է տնտեսական, բայց այնուամենայնիվ դա հենց ռուսական փորձագետներն են անվանում, դա քաղաքական նպատակ ունի։ Եվ այդ 3 երկրներից մեկը հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահը։ Միանշանակ է, որ եթե Պուտինը նման հարցը բարձրացներ, ես ուղղակի կոնկրետացնում եմ, ապա ինքը որպես Ռուսաստանի Դաշնությունը որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր պարզապես իրեն կդներ շատ խոցելի վիճակի մեջ, բայց դա չի փոխում հարցերությունը, որտեղ այնուամենայնիվ Նազարբաևի հնչեցրածը դա հենց Պուտինի վերաբերմունքն էր։ Ինչի համար է Մինսկի խմբի հետ կապված հարցը բարձրացնում, որտեղ ըստ էության միջազգային այն հարթակը, որը զբաղվում է Ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորմամբ, ինքը նույնպես վտանգի տակ է։ Ռուսաստանը շատ կուզենար, որպեսզի այդ Մինսկի խմբի արդյունավետությունը ըստ էության նվազեր եւ ամբողջ տարածաշրջանում խնդրի լուծման հիմնական լծակը վերցներ իր ձեռքը։ Եվ դա արվում է Հայաստանին դուրս մղելով ընդհանրապես գործընկերության որևիցե շրջանակից։ Դրան զուգահեռ սովորական սպառազինությունների մրցավազքը։ Ժամանակին երբ հիշում եմ, երբ որ Բրյուսելում այդ հարցը բարձրացրեցի, ռազմահայրենասիրական ուժերը վայնասուն բարձրացրեցին, ուղղակի այդ բառը այդպես էր։ Եթե ժամանակին մենք այդ հարցը բարձրացնենք ևս ու կարծում եմ այս պահին հիմնական ապակայունացնող գործոնը դա միլիտարիզացիայի ուղղակի սարսափելի տեմպերն են։ 18 միլիոն ժողովուրդ ունեցող այս տարածաշրջանում, որը կոչվում է Հարավային Կովկաս, նման սպառազինությունների կենտրոնացումը կապ չունի։ Ադրբեջան, մի կողմից Հայաստան, մի կողմից Վրաստան, բայց հիմնական տեսնում ենք, որ սպառազինության կենտրոնը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը։ Ինչպես արդեն նշվեց, արդեն նրանք ավելացնում են իրենց ներկայությունը ոչ միայն Գյումրիի ռազմական բազայում, այլ նաև Էրեբունի օդանավակայանում։ Այսինքն այն երկիրը, որը առաջին պատասխանատուն է ապակայունացնող գործողությունների, այդ ապակայունացնող երկիրը նաև սպառազինությունների մեծացմանը եւ աչակցում է եւ ինքն է սպառազինվում մեր տարածաշրջանում։ Առավել քան վտանգավոր գործոն ուժի գործադրման սպառնալիքի գոյություն չունի այս տարածաշրջանում։ Ընդ որում Մինսկի խմբի բանակցությունների շրջանակում կարևոր միջազգային սկզբունքներից մեկը դա ուժի գործադրումից հրաժարվելն է։ Հիմա մի երկիր, որը բանակցում է մի ֆորմատով եւ հրապարակավ հայտնել է, որ որդեգրում այդ սկզբունքը, ինքը հենց սկզբունքի խաթարողն է։